Երևանից մտնում լրիվ լրիվ փոսա, չգիտեն որ փոսից փախցնեն, այս անվադողերն էլ պարեկներն են դրել, ինչ անի խեղճ պարեկը, հլը ցերեկա տենում ես, գիշերը մութ հանգնում է, չես էլ տենում, Այս վայթը աճարան փողոցն է, Փետրվարի 4-ն է, Երևան, Աճարան փողոցում ենք, Կոտայքի մարզից դեպի Քանաքեռ Զեյթուն, Ավան տանող ճանապարհը հատվածն է, որտեղ տեսնում եք, պարեկները հնարամիտ լուծում են գտել ժամանակավոր, հուսով եմ ժամանակավոր, տեղադրել են ոստիկանության տարբերանշանով այս լենթերը, պոլիսի լենթերը և անվադողեր, քանի որ մարդաբոյ փոսերի պատճառով միայն մեկ շաբաթվա ընթացքում այս հատվածում 10-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, մի քանիսը մարմնական վնասվածքներով, մի քանիսը բարեբախտաբար առանց տուժածների։ Տեսնում եք, շարժը բավականին շատ է, թեպետ Երևանում այնքան շատ է, փոսերը որ ասելու չի, բայց գոնե այս հատվածում ժամանակավոր փոսալցում կատարեն, մինչև եղանակը տաքանա, սկսեն ասֆալտապատման աշխատանքները։ Այնքան շատ է, գնում ես, չգիտես, մեքենա, հլը ցերեկը տեսնում են, լույսը կա, լույսա տեսնում են, գիշերը երբ որ մութ է լինում, հոսանքը արդեն անջատած են լինում արտաքին լուսավորության, անընդհատ ավտոմեքենաներ են փոսի մեջ և մեքենաները կոտրվում են։
այնքան լստենալ։ Չգիտես որ փոսը փախցնես։ Չգիտեք ես ճանապարհը Երևանի քաղաքապետարանն ասպասարկում թե տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը ամենայն դեպս ով սպասարկում է օր առաջ պիտի ես խնդիրը լուծի։ Թե չէ, լսեք, հարգելի չինովնիկներ, վարորդները ինչ ասես չեն ասում ձեզ եւ արդարացի են ասում։ Մարդիկ ասում են գույք քաղաքը վճարում ենք, մուծումները կատարում ենք, բայց տեսեք, ձեր բերած տրանսպորտը անգամ փոսերը շրջանցում է։ Տեսա՞ք փոսը ոնց շրջանցել։